Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մկրտիչ Մկրտչյանը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ընդդեմ ներքին գործերի նախարարության ոստիկանության Հայաստանի Հանրապետության վարչապետի 20.05.2002 թվականի թիվ 302 որոշմամբ Մկրտիչ Էմիլի Մկրտչյանին պարգևատրված անվանական զենքով Բերետա Մակնիշի ատրճանակը եւ Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորական միության գործունեության ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի թիվ 548 որոշմամբ Մկրտիչ Էմիլի Մկրտչյանին պարգևատրված Տետե Մակնիշի ատրճանակը մալելուն ուղղված գործողությունները կատարելուց ձեռնպահ մնալուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին։ ՆԳՆ ոստիկանությունը վերջին շրջանում փուլ առ փուլ ուսումնասիրում է քաղաքացիներին պատկանող զենքերի փաստաթղթերը եւ անգամ օրինական հիմքով ձեռք բերված զենքերի դեպքում պահանջում է դրանք հանձնել կամ ենթարկում է տեխնիկական վնասման օգտագործման համար անպիտան դարձնելու նպատակով։ Այս գործընթացը վերաբերում է ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլև պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձանց։ Բանն այն է, որ զենքի մասին 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պատկեվատրված անձիկ մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարտավոր էին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր եւ զենքի հետ կապված անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննությունները հանձնելու մասին փաստաթուղթ։ Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը մալում է եւ վերադարձնում տիրոջը։ Դատելով իրավիճակից բոլոր նրանք, ովքեր օրենքի այս կետերին չեն ենթարկվել կամ չեն համապատասխանեցրել, նրանց պատկանող զենքերը ներքին գործերի նախարարությունը առգրավում է։ Եվ հիմա դատանի դռներն են ընկել ազգային ժողովի նախկին պատգամավոր Մկրտիչ Մկրտչյանը, փորձելով փրկել իրեն պարգևատրած զենքերը։ Կհետևենք քննության ընթացքին։